Զորություն եմ կամենում զոր աշխարհի զորահերին։ Իմ զորահեր, մեր համայն հայերիս մայրաքաղաքից, մեր համայն հայերիս հրապարակից, որտեղ էս իմ թիկունքի հետևում մեր համահայկական այս գեղեցիկ կառավարական շենքն է, որտեղ երկար տասնամյակներ է բազմած են թշնամական քաղաքական դիվերսանտներ, կամենում եմ հիշեցնել մեր այս կառավարական ներքին գործերի նախարարությանը, ներքին ուժային կառույցներին, արտարադատության նախարարությանը, սահմանադրական դատարանին, ինչպես նաև ժողովրդին եւ բոլոր նրանց, ում այսպես ասած մեր հայրենիքի հարցերը խնդրահարույց են։ Տեսեք, համաշխարհային ամբողջ օրենքներով ամբողջ աշխարհում ապստամբության սահմանադրական իրավունք կա, որը սահմանված է եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում եւ օրենսգրքերում եւ այլն։ Իսկ ինչի մասին է քաղաքացիների ապստամբության իրավունքը, երբ տեղի իշխանությունները խախտում են ինքնին սահմանադրությունը, այսինքն պաշտոնի չարաշարման միջոցով տեղի իշխանությունները արդեն գնում են հակասահմանադրական կառավարման, իսկ ներքին ուժային կառույցները անկորձության են մատնված եւ տեղի իշխանությունների հակասահմանադրական գործողությունները չեն կանխում համաշխարհային բոլոր նորմերով, ռեֆորմներով, անգամ Հայաստանի Հանրապետության ներքին ֆորմերով եւ ռեֆորմներով, մենք ունենք ապստամբության իրավունք մեր սահմանադրական կանոնակարգումը պահպանելու համար։ Իմիջիայլոց սահմանադրական ապստամբները ստանում են նաև համաշխարհային հակաապետչական ուժերի աջակցությունը, տարբեր երկրների դաշնակցություններ, որովհետև այն փաստը, որ մեր երկրի կառավարությունը հակասահմանադրական է, դա անհերքելի է, միայն այն փաստը, որ Արցախը ճանաչվեց առանց հանրաքվեի, առանց Արցախահայության մասնակցության, դա արդեն սահմանադրական բավական մեծ կետ է, որը չի քննարկվում, այդ իսկ պատճառով, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում հակասահմանադրական կառավարություն եւ հակասահմանադրական իշխանություն է, Հայաստանի Հանրապետության հանրությունն ու հասարակությունը շարունակում է ունենալ իրավական եւ օրինական սահմանադրական ապստամբության իրավունք, սա է գիտություն ներքին գործերի նախարարությանը, ոստիկանությանը եւ այլն, ու օրերից մի օր Աստված մի արասցե, իսկ այդ օրերը մոտ է, եթե հանրությունը օգտվի իր ապստամբության իրավունքից, հետևանքների մասին խորեք ինքներդ որոշեք, կայացրեք իրավապահ մարմիններիդ ոստիկան